ABC մեդիայի հարգելի հետևորդներ, այս պահին զրուցելու ենք հայ առաջադեմ երիտասարդության ՀԿ-ից անկախ դիտորդ Աշոտ Երիցյանի հետ, Գրիգոր Երիցյանի հետ։ Պարոն Երիցյան, այստեղ տեղեկացանք եւ նաեւ հանձնաժողովի նախագահը նշեց, որ 40 րոպե հոսանքազրկվել է տարածքը, բայց շարունակվել է ընտրությունը, ասել են, որ սրճեփի կարճ միացման պատճառով է հոսանքազրկումը տեղի ունեցել։ Նախ խնդրում եմ այստեղ եք եղել, վիճակը ներկայացնեք։ Տարածքը չի հոսանքազրկվել, այլ մասնավորապես այս երկու սենյակները, որտեղից միացած է ինտերնետ կապը, եւ ինտերնետ կապի բացակայության պատճառով նաեւ տեսանկարահանումը մոտ 1 ժամ եւ 30 րոպեով դադարել էր։ Հետո մոտ 2.5 ֆիքսեցին արդեն ինտերնետային կապը եւ հիմա շարունակվում է տեսանկարահանումը։ Երբ որ հայտնաբերեցին, որ ինտերնետը անջատվել է, ես նույնպես ստուգեցի սենյակը, այնտեղ վարդակից փոխված էր պատից, չեմ կարող ասել մի տնավոր էր փոխված, որպեսզի տեսանկարահանումը իրականացվի, թե պատահական ինչ-որ բան է եղել։ Հիմա ասում են, որ ինչ-որ սրճեփի միացման հետևանքով կարճ միացում է տվել, բայց ինչու է կարճ միացումը միայն այդ հատվածում տվել, այսինքն պլյուսերը բան ամեն ինչ նորմալ է եւ աշխատել է։ Այնուամենայնիվ 1.5 ժամ հետո վերականգնվել է։ 1.5 ժամ եք դուք նշում։ Այո, մոտավորապես 2.5 էր հայտնաբերվեց, որ ինտերնետը չի աշխատում, չգիտեմ արդեն ինչքան ժամանակ է չէր աշխատում, մոտ ժամը 3.5-4-ին ֆիքսվեց։ Իսկ այդ ընթացքում դուք որևէ խախտում նկատել եք բացի հոսանքազրկումից եւ սենյակը չտեսահսկվելուց։ Այդպիսի մեկ միջավայր նկարել արձանագրել են, դա ընտրողի ուղղորդում էր վստահված անձնից, միայն դա էր արձանագրել։ Իսկ կուտակումներ։ Համապատասխան արձանագրություն կազմեց, կուտակումներ չկան, հիմնականում բավականին հանգիստ է ասում։ Շատ լավ։ Նոր տեղի ունեցած միջադեպի մասին կինը մտավ տեխնիկապես կահավորված լսարան, ինչպես այս պահին մեր կադրում երևում է, այնտեղ ներսում մարդ կար ուրիշ, հետո դուրս եկավ, այստեղ հանգիստ ընտրեց եւ դուրս եկավ տարածքից։ Նման միջադեպը նախ ինչպես եք որակում եւ էլի եղել է թե ոչ։ Ասած նման միջադեպ չէր եղել, բացապես ընտրողը խնդրում էր իրեն բացատրել, թե որ տեխնացումը իր ընտրական նախընտրական խոստումը կատարելու, բայց դեպի դա բոլոր գյուղերցիների գլխավոր հարցն է, թե որ տեխնացուը արժանի ստանալ իրենց քվեն, եւ բնականաբար այստեղ ոչ ոք չի ասել, թե ում ընտրել, ինչի արդյունքում ինքը ողջունեց, սկսեց դիտորդներին եւ ստացված անձանց քաշել եւ այլն, կարծում եմ հավասարակշիռ վիճակում հարկացին եւ գտնվում։ Շատ լավ, այլ ընթացքի մասին այլ ավելացնելու բան ունեք։ Բանը, որ ինձ մի քիչ տարօրինակ է թվում, որ հիմնականում շատ պասիվ է, բայց լինում են րոպեներ, ժամեր, երբ որ մեծ քանակով ընտրողներ են այստեղ կուտակվում, դրա համար խնդրում եմ ուշադիր լինել, արդյոք դրսում ողջում կամ ընտրողներին այստեղ բերելու գործողություն է կատարվում, թե ոչ։ Դե դուք եք դիտորդական առաքելություն իրականացնող դրսում, ներսում։ Դրսում եմ իրականացնում, դրսում մեկ անգամ ստուգել եմ, կարծես թե նման բան չկա։ Մեկ քաղաքացի կար, որ ուղղորդում էր ընտրողներին, որ քաղաքացին հեռացրեցին։ Այստեղ էր թե դրսում։ Ինքն մի անգամ այդ միջադեպի մասնակիցներ, երբ ասացի ուղղորդման հետ կապված ներսում, հետո տարածքից չի հեռացել մոտավորապես 1.5 ժամվա ընթացքում էլի մարդկանց է բերել, որ իհարկե։ Իսկ տարածքում չգրանցված մարդկանց հոսք։ Չեմ հանդիպել։ Շատ լավ, շնորհակալություն։